սա։ Չգիտեմ, ծիծաղելու է, թե լացելու, բայց սա ջրահեռացման դիտահորն է։ Սա հեղեղատար դիտահորը Երևան քաղաքում, որը անձրևի ժամանակ պետք է, որտեղ անձրևի ժամանակ պետք է լցվեն ջրերը, գնան ու չգիտեմ ուր հասնեն։ Հիմա այնքան չի մաքրվել տարիներ շարունակ, որ արմատները արդեն ծառերի պատել են այս ամբողջը։ Ձեզանից ոմանց կարող են ստել և ասել, որ Երևանի քաղաքապետարանը գործ չունի սրա հետ ու սրա պատասխանատուն Վիոլա ջուրն է։ Իրոք սա մաքրելու պատասխանատուն Վիոլա ջուրն է։ Բայց եթե Վիոլա ջուրը թքած ունի Երևան քաղաքի հեղեղների վրա, ապա Երևանի քաղաքապետը պետք է թքած չունենա հեղեղների վրա ու ստիպի, օգնի, չգիտեմ, գործադրի բոլոր պետական լծակները, որպեսզի Վիոլա ջուրը սենց չվերաբերի Երևան քաղաքի հետ ու Երևան քաղաքում այսենց հեղեղատարեր չլինեն։ Ես իհարկե չեմ պատրաստվում ինքնուրույն ամբողջ Երևանի հեղեղատարերի դիտահորերը մաքրել, սա ավելի շատ պատկան մարմինների աչքը կողելու համար է արվում, որ հեքիաթներ չպատմեն, թե իրենք իրենց գործը պատշաճանում են, բայց նորմաներից ավել անձրևներ ա տեղում ու դեռևս ունենք մի քանի շաբաթ չանձրևոտ ու դեռևս այս աշխատանքը հնարավոր է անել ու պատրաստվել հեղեղներին, անձրևներին, որպեսզի անակնկալ չլինի անձրև գալ, էլի։ Իսկ այս գործը հիմիկվան պետք չէ թողնել, պետք էր ամբողջ ամառ ժամանակ կար ու պետք էր ամառը անել, էլի սա։ Ես այսքանով իմ միսիան, խնդիրը տեղ հասցնելու միսիան համարում եմ ավարտված։ Հիմա հայտ կբացեմ Active Citizen-ով ու կարծում եմ այս տեսանյութը տեղ կհասնի ու կտեսնեն մարդիկ, կգան կզբաղվեն իրենց գործով։ Այսօր 2025 թվականի սեպտեմբերի 20-ն է։ Երեք անձրևներ էր Երևանում ու ինչպես տեսակ էլի քաղաքի փողոցները վերածվել էին գետերի։ Երբ որ լսենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական արդարացումները, ապա ինչ որ բանի ստրատեգիկ, կոմունալ, եսի մինչերը դառնանցել են եւ պետք են միլիոնավոր դոլարներ ներդնել, որպեսզի բարեկարգել եւ, չգիտեմ, արդիականացնել Երևանի հեղեղատար համակարգերը, եսի մինչերը։ Բայց երբ որ նայում ենք ոտներից տակ, ես հիմա Նանսեն փողոցում եմ, այս փողոցում գտնում եմ իմ աշխատատեղը, ու այս փողոցի ամբողջ հեղեղատար դիտահորերը ոչ թե խցանված են, այլ ուղղակի զմռսված են։ Հաշվացրենք, սա այդ դիտահորերից մեկն է։